շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել եւ այսպես մենք այս քարոզարշավի շրջանակներում լսում ենք մեկը մեկից խայտառակ հայտարարություններ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Կարծում ծանոթ եք ինչ էր բղավում ինքը Սյունիքում, Ղարաբաղյան շարժումը թակարդ է եղել, Հայաստանի Հանրապետություն չենք ունեցել, ես Հայաստանի Հանրապետություն եմ ստեղծել, բերել, չգիտեմ ինչ արել։ Այս խայտառակությունը էլի ոտու ձեռ ջարդելու մասին է խոսում, ընդդիմադիրների համեցեք։ Շնորհակալություն, ողջույն սիրելի ժողովուրդ։ Նախ ասեմ, որ այստեղ գալուց րոպեներ առաջ ինձ նորից զանգահարեց անհետ կորածի ծնող, բավականին հուզված եւ ասաց, որ կառավարության շենքի մոտ է, նյարդերը այլևս չեն դիմանում, եկել է հստակ պահանջով, թե այս իշխանությունը, այս կառավարությունը ինչ քայլեր է իրականացնում անհետ կորածների հարցը, որը բավականին խղճի, հումանիտար, մարդկային հարց է իմ համար, այդ ընտանիքների համար, ուզում են հասկանալ, լավ այս կառավարությունը ի վերջո ինչ է ուզում անել։ Հարցը իրականում օրակարգային է, ես արդեն 2 տարուց ավել շփվում եմ այս ընտանիքների հետ ու շատ լավ գիտեմ, թե սա իրականում ինչ ողբերգություն է, ինչ ծանր ցավ է այս ընտանիքների համար եւ մի բան գիտեմ, որ Փաշինյանի իշխանությունը խաբում է այս մարդկանց։ Խաբում է այս կազմակերպությունից այն կառույց ուղարկելով, խաբում է այն կառույցում սպասեցնելով, խաբում է ասելով 1 ամիս հետո, խաբում է ասելով 2 ամիս հետո։ Ինչու եմ ասում խաբում է, որովհետև ունեմ դրա հիմնավոր կասկածները։ Ես ապրիլ ամսին Արտաշիրիմում պահանջող ծնողների հետ, հունվարին Արտաշիրիմում պահանջող ծնողների հետ եղել եմ կառավարության շենքի մոտ, եղել եմ իր արտաքին այդ գործերը ղեկավարող հիմնարկի այդ ղեկավարի շենքի մոտ, դեսպանատների մոտ եմ եղել մասնավորաբար Ֆրանսիայի եւ հասկացել եմ, որ հումանիտար հարցերը այս կառավարության համար կոպեկ չարժեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը մեր կողմից հասցեագրված նամակը ուղարկել էր ԱԱԾ-ին։ Ես ստացել եմ ԱԱԾ-ի պատասխանը, իհարկե նորից գնացել ենք ԱԱԾ, պահանջելով այդ նամակի հետքերով ինչու չեն պատասխանում մեզ, նորից եմ նամակ գրել, նորից եմ գնացել եւ այլն, եւ մի քանի օր առաջ ստացել եմ պատասխան։ Ուշադիր լսեք։ Քանի որ ԱԱԾ-ն ունի միայն անհետ կորածների եւ գերիների հարցերը քննող հանձնաժողով, ուստի Արտաշիրիմում, երբ որ ասում եմ, պետք է նկատի ունենանք Արցախյան վերջին օրերին իրենց զավակներին կորցրած ընտանիքները, որոնք պատշաճ չեն կարողացել հուղարկավորել իրենց զավակներին։ Այդ ընտանիքները ուզում են բերեն այստեղ, չթողնեն առանց քարի, առանց պատշաճ կահավորման այդ շիրիմները, թուրքի ոտքի տակ են, ուզում են բերեն այստեղ աճուները։ Ինձ պատասխանում են ԱԱԾ-ից, որ իրենք չունեն այդպիսի, այդ հանձնաժողովը չունի նման կարգավիճակ Արտաշիրիմում անելու, հետևաբար ինքը չի կարող հարցը ներառել հանձնաժողովում։ Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին, եթե դու չունես նման հանձնաժողով, ինչու ես այս մարդկանց մայիս ամիսն է 5 ամիս սպասեցրել, որպեսզի ԱԱԾ-ն ասի, որ իրենք նման իրավասություն չունեն։ Այդպես դուք արդեն 5 տարի վարվում եք անհետ կորածների ընտանիքների հետ։ Ու հիմա պորո խոսում եք, ով էր այն մահվան նախարարին եմ լսում երեկ, ասում է, բա մենք այդ 200 գերիներին բերել ենք, ինչ է սուտ խոսում։ Դու 200 գերուց տեղյակ ես եղել ինչպես են եկել։ Մինչև 23 թվականը, երբ ռուս խաղաղապահները Արցախում էին, փուլ առ փուլ գերիներ էին գալիս։ Նրանից հետո մեզ ուղարկել են մի քանի գերի, որոնք
ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի նախընտրական այս քարոզարշավին։ Ինչի եմ դա ասում ի պաշտպանություն, որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին Հայաստանի սրտում, Երևանում on-line խոսելու հնարավորություն տվեց, օֆլայն հեռակապով խոսելու հնարավորություն տվեց, Իլհամ Ալիևը, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ դուք ուշադիր լսեք։ Ես ինչ ասում եմ ձեր ընտանիքների համար, ձեր որդիների անվտանգ ու ապահով լինելու համար։ Փաշինյանը ձայն է տալիս Իլհամ Ալիևին եւ նա ասում է, որ հայ ժողովուրդը եղել է պատերազմական հանցագործ ու սեպարատիստ, ու մի մասին էլ ինքը պահում է այնտեղ Բաքվի բանտում։ Ալեն Սիմոնյանն էր պակասում, որ ասեր ծափ տվեք։ Արա, Նիկոլ Փաշինյան, դու այդքան մարդու դիմաց 150,000 արցախցու եւ 3 միլիոն հայի, որոնք այս 30 տարի մեր Արցախի հողը պահել ու պաշտպանել էին քեզանից ու Ալիևից, դու ասեցիր շնորհակալություն, պարոն Ալիև։ Առանց ամոթի խայծ զգալու, առանց ամաչելու, դու շնորհակալություն հայտնեցիր։ Ես գիտեի միայն քո պարազիտ կառույցի ղեկավարը կարող է գնալ 10 անգամ շնորհակալություն հայտնել Ալիևին, պարզվում է Ալիևին շնորհակալություն հայտնելը ձեր սկզբունքն է, ձեր գործելավոճն է։ Ես ամաչում եմ, որ դու այդ շնորհակալությամբ պղծեցիր մեր հազարավոր տղաների հիշատակը։ Ես ամաչում եմ այդ տղերքի հիշատակը քո պղծելուց չկարողանալու պաշտպանելու համար։ Եվ հիմա գնացել ես Սյունիք, ու ինչ ես ասում։ Ասում ես Արցախում ոչինչ չի կառուցվել։ Միայն Ստեփանակերտում կառուցված այն հիվանդանոցը, որ դուք չեք տեսնում, այդ հիվանդանոցի չափ քար ընկնի ձեր գլխին։ Չեք տեսել Արցախի դպրոցները, չեք տեսել մանկապարտեզները։ Արվել է այնքան, որքան հնարավոր է եղել։ Գուցե մի քիչ պակաս է արվել, կարելի էր ավելի շատ անել, բայց արվել է։ Այսօր ուրանալ ամեն ինչ նշանակում է մեզ հայերիս հանգիստ սողալով մտցնել Ալիևի ու Էրդողանի տակ։ Սա մի իշխանություն է, որ ամեն օր մեր վաղվա օրը վտանգի է ենթարկում։ Սա այդ իշխանությունն է։ Հիմա դուք ասում եք Սյունիքում, ինչ սյունեցիները մեր ամեն մարզի բնակիչ իր հոգով, ոգով իրարից տարբերվում են։ Սյունեցիները Փաշինյանին իր տեղը ցույց տվեցին։ Իրենց բացակայությամբ, իրենց մերժելով սյունեցիները Փաշինյանին իր տեղը ցույց տվեցին։ Փաշինյանը այսօր Սյունիք էր գնացել, այն Հովանավանքի թափառախմբի հետ, մի քանի նախարար ավելացել էին հետը։ Ամենուր դուք փախնում եք, ձեր սցենարից դուրս գծված տեղից դուրս եք գալիս, դուք փախնում եք, ճիշտ այնպես, ինչպես Հարավարևմտյան թաղամասում ինձանից փախավ 9%-անոց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ավինյանի թեմային անպայման կանչադառնանք, որովհետև պարզվում է մեզ հասանել է եղել կարճ տեսանյութ, ավելի հետաքրքիր զարգացումներ են եղել, բայց մինչ այդ տեսնում եք ինչ է գոռում ինքը Սյունիքում, այս ամեն ինչը, այս ուրացումը։ Ես դա եմ ասում, ես ամաչում եմ։ Ես գիտեմ, որ իմ հետ միլիոնավոր արժանապատիվ հայեր ամաչում են, որ թրքահպատակ դեռ մնացող իշխանությունը պղծում է մեր տղերքի հիշատակը։ Պարզապես պղծում է։ Եթե Ստեփանակերտում ոչինչ չէր արվել, բա այդ միլիոնավոր դոլարները ուր էին գնում։ Բա ասում ես մեր բանն էր Արցախը, մենք մեզանից կտրում տալիս էինք այնտեղ, բա ուր էր գնում։ Բա այդ փողերը ուր էին գնում։ Ճանապարհներ էր կառուցվում,
Համահայկական հիմնադրամ կար, որի հավաքած $150 միլիոն վերցրեցիք ու լափեցիք առանց օֆ անելու, 150 միլիոն ամեն հայ ընտանիքից եկած գումար էր, ամեն հայ ընտանիքից ներդրված գումար էր, պատերազմի օրերին փոխարեն այդ գումարը ուղղվեր Արցախին, դուք այդ գումարը մտցրեցիք ձեր գրպանը ու լափեցիք։ Ես այս ընթացքում ինչքան ահազանգեր եմ ստացել, հատկապես պատերազմի օրերին, Ֆրանսիայում ապրող իմ ընկերներից, Ամերիկայում ապրող իմ ընկերներից ինչքան ահազանգեր եմ ստացել։ Միայնակ թոշակառուներ իրենց գումարն էին ուղարկել այդտեղ, լափեցիք դուք։ Ու այսօր կանգնել ասում ես Արցախում ոչինչ չի արվել, ասում եմ, եթե ոչինչ չի արվել Արցախում, միայն Ստեփանակերտում արված հիվանդանոցի չափ քար ընկնի ձեր գլխին ուրեմն։ Ուրիշ ոչինչ չեմ ասում։ Եվ ամենավտանգավորը այս խոսույթի, որ Փաշինյանական իշխանությունը պղծում ու շարունակում է պղծել մեր հերոս տղերքի հիշատակը։ Տղերք, որոնք իրենց արյան գնով պահեցին այդ հողը։ Հիմա հարց քեզ, Սասուն Միքայելյան, չես ամաչում։ Հարց քեզ, Սասուն Միքայելյան, ուր ես իր հետ այլևս ճանապարհ գնում։ Գիտեք ինչ, երբ ընդհանրապես Հայաստանում մարդուն վերաբերվող հարց է լինում, այս իշխանությունը պղծում է։ Այդպես պղծվեց Ազատի 15 տղերքի հիշատակը։ Նա առավոտ շուտ արթնացավ ու ասաց, բենզինը լցրել ու վառել են այդ տղերքին։ Հետագայում կպարզվի հետագիծը։ Ես վստահ եմ, այդ տղերքի ծնողներն այնքան պինդ են կանգնած։ Հետագայում կպարզվի այդ հրեշավոր ծրագիրը, ում ձեռքով եւ ում օգնությամբ այդ տղերքը վառվեցին։ Հիմա անցնեմ Վեդու մանկապղծության դեպքին։ Փոխարենը Փաշինյանը կանգնի այդ թիվ 1 ամբիոնից դատապարտի այդ եղելությունը, ասում է ով է այն իրավապահը, որ լրագրողին ինֆորմացիա է տալիս, բա երեք ինչի այդ նույն լրագրողով մի ամբողջական շղթա բացահայտեց, որը դեկտեմբերից քո իրավապահ համակարգը չէր կարողանում բացահայտել, ինչու է իր գլուխդ կախ կանգնել, ինչու է իր գլուխդ կախ կանգնել։ Ինձ մոտ տպավորություն էր այդ օրը, որ մանկապղծությունը ամենաբարձր մակարդակով հովանավորչություն է ստանում։ Ինձ մոտ տպավորություն է, որ այս երկիրը կառավարվում է Փաշինյանի գրքով, որտեղ կույս տղաների մասին գիտեք ինչ է գրված, որ այդ կույս տղաներին ես չեմ կարողանում ասել։ Հիմա ուզում եմ անդրադառնալ, որ ես ինչ խոսում եմ հիմա, խոսքս վերաբերվում է բոլոր մարզերի բնակիչներին։ Սիրելի տավուշցիներ, անցած օրը ձեզ մոտ եկեղեցի օծվեց։ Ինչ է ասում այս իշխանությունը, չէ, ասում է, որ նախ ներողություն եմ խնդրում ձայնս բարձրացնելու համար։ Ինչ է ասում այս իշխանությունը։ Ասում է, հիմա Կիրանցին ամենաապահով իր կյանքն է ապրում։ Նիկոլ Փաշինյան, լրագրող Անի Գևորգյանը, ով այդ օրերին այդտեղ էր, մի շատ կարևոր հարց բարձրացրեց։ Հիմա ես այդ հարցը կրկնակի ուզում եմ բարձրացնել։ Եթե Կիրանցին ապահով է ապրում, անվտանգ է ապրում, դու այդ օրը այդքան դիպուկահարներով, զորքով, զենքով ինչի էր գնացել Կիրանց։ Ումից է իր վախենում։ Ումից է իր վախենում։ Այն Կիրանցեցուց, որին խաբելով քո մարզպետը 723 ԱԳ որոշմամբ տվեց ստորագրել մի թուղթ, խաբելով, ասելով այս որոշման տակ ստորագրեք, որ դուք գումար եք ստանում։ Հիմա հարց Նիկոլ Փաշինյան քեզ եւ մարզպետին, Կիրանցի գյուղապետին, ԱԱԾ-պետին, բոլորին եմ հարցնում, այս ինչ գումար էր։ Այդ գաղտնի որոշմամբ ինչ գումար տրվեց Կիրանցի ժողովրդին։ Հասարակությունը խորը կասկածներ ունի, խորը կասկածներ ինձ շատ շատերն են ասում, որ դուք Կիրանցի հողերը
տվել եք ադրբեջանցիներին ադրբեջանական փողով առնելով կիրանցեցիներից իրենց տները։ Խորը կասկածներ կան։ Հիմա ես ձեզ ասում եմ եւ պահանջում Մարսպետ, դու այդ օրը փախար լրագրող Գևորգյան անից, ասացիր կգամ մարսպետարանում, չեկար մարսպետարան։ Հիմա կոնկրետ բարձրաձայնում եմ այդ հարցը, ինչ փողով եք դուք կիրանցիների տները առել։ Ինչ որոշում է եղել այդ գաղտնի որոշումը, հարց է։ Մեզ հետաքրքիր է, դուք մեր հողը վաճառում եք, մեզ հետաքրքիր է, դուք ինչ փողով եք կիրանցի հողերը եւ ընդհանրապես ոչ միայն կիրանցի։ Երեք այդ մահվան նախարարը շրջում էր Երևանի թաղամասերից մեկում, շնորհակալությունս ձեզ, հարգելի պապիկներ, որ կարողացաք դրանց պորտատեղադրում անել, շնորհակալություն ձեզ։ Ասում է այդ քարտեզը, որ խփել ես դոշիդ, այն տարածքն էլ է մեջը, որ ադրբեջանցիները ջերմուկում բան նստած են։ Ասում է, պատշաճ խոսեք մեր ամբողջականության մասին։ Քեզ մարդը կոնկրետ հարց է տալիս, ասում է ադրբեջանցիները հիմա դոշիտ նստած են, թե չէ, տղա։ Ինչի՞ չես պատասխանում։ Ես սրանց ստախոսությունը ինձ համար այլևս դարձել է ով գոնե ոչ դու մահվան նախարար Արսեն Թորոսյան, որ այն օրը էլի ինձանից փախար։ Ասում ես սուտ է են տիկնոջը, շատ պատվարժան, հարգարժան տիկին ասում է, վախենում ենք 300,000 ադրբեջանցի կգա կլծվի երկիր։ Ասում է սուտ է, այդպես են ասում, որ ձեզ վախի մեջ պահեն։ Հիմա քեզ եմ ասում, ով որ սուտ է ասում, թող ստի չափ քար ընկնի իր գլխին։ Դու չէիր, որ ազգային ժողովի ամբիոնից ինչ էիր ասում էիր, մենք պիտի կազմակերպված ներգաղթ իրականացնենք։ Ես էլ միշտ ասել եմ, կարմիր գորգ փռելու եք այդ ներգաղթ 300,000-ի ոտքի տակ, դու չէիր ասում, տղա, դուք այնքան սուտ եք խոսել, դուք արդեն մոռացել եք ձեզանից ով ինչ է ասում, ով երբ ինչ է ստում, ով որ ժամին ինչ հրահանգ է կատարում, ով WhatsApp-ին ինչ նամակ է գալիս, SMS է գալիս, որ ինչ պիտի խոսի, դու չէիր Արսեն Թորոսյան։ Ես դա շուտով նորից հրապարակելու եմ, համացանցում տարածելու եմ, որ ցույց տան, որ 300,000 ադրբեջանցու Հայաստան վերադարձի կարմիր գորգ փռողի հեղինակն էլ դու ես լինելու։ Ինչքան կարող եք ստել։ Իրականում մենք ապրում ենք մեր պատմության ամենածանր ժամանակաշրջանը։ Ես արցախցիների հետ հիմա շատ լավ ընկերներ ունեմ, այստեղ եմ ծանոթացել, այստեղ եմ ընկերություն անում, մի շատ հարգարժան տիկին կա Անահիտը, նստած խոսում ենք, ասում է ինձ մոտ տպավորություն է, որ ես հիմա Արցախի հանձնման ժամանակներն եմ ապրում, և հիմա դուք գնում եք որտեղ են Սյունիքում, խոսում եք խաղաղությունից, խոսում եք անվտանգ, այն որ ձեզ Բանգլադեշից մի հարավարեմտյան թաղամասից մի մարդ շատ կոնկրետ ասեց, վերցրեք ձեր խաղաղությունը ու սա եղեք այստեղից, ձեզ ամեն տեղ են դա ասում, դուք ուր էլ գնաք, որ համայնք էլ գնաք, դա ձեզ ասելու են, որովհետև դուք չունեք ստորագրված խաղաղության համաձայնագիր, դուք կերակրում եք մեր ժողովրդին, դուք այսօր 8 տարի երկիր եք ղեկավարել, ամենասարսափելի, ամենամեծ աղետն եք բերել մեր ազգի գլխին, կանգնել ասում ով, մենք սպանեցինք, ադրբեջանցին սպանեց, մի ասեք 5,000, 5,000 չի, այդ թիվը մի ասեք, հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյան, քեզանից, Ալեն Սիմոնյանից, Արսեն Թորոսյան, մնացածն է, պատասխանեք քանի զոհ ենք ունեցել, Քոչարյան Անդո, պատասխանեք քանի զոհ ենք ունեցել, 3 օր կպահանջվի Նիկոլ Փաշինյանից, եթե հանձնարարի բոլոր մարզպետներին եւ ասի հրապարակեք բոլոր թվերը, ձեր մարզում, ձեր գյուղում, ովքեր որ նաեւ արտերկրից էին եկել զոհվեցին, քանի զոհ ենք ունեցել, 3 օր կպահանջվի, ես 3 ժամ գամ իշխանության եւ այդ հարցը լուծեմ, ասեմ քանի զոհ ենք ունեցել,
Դուք 9 անգամ տարբեր թվեր եք հրապարակում, 9 անգամ, ու դուք անամոթի նման, Ալեն Սիմոնյան, դու, Արսեն Թորոսյան, մյուսներդ անամոթի նման կանգնում ասում եք 5000 չի, են կողքի են մի նախարար է, փողեր բաժանող նախարար է, ֆինանսնային, ասում է 5000 չի, 3000 է, են կողքի նստած մահվան նախարարն ասում է 3800 մի քիչ է, չեք ամաչում, այ որ ձեր տղաները կլինեն, այդ պլյուս մինուսը կանեք, մի քիչը կանեք, չեք ամաչում դուք դուրս եք եկել քարոզարշավի, այս ժողովրդին ոչինչ չունեք ասելու, բացի մի կեղծ օրակարգից, որի անունը խաղաղություն եք դրել, չկա, ոչ մի տեղ չկա, որևէ տեղ չկա այդ խաղաղությունը, Ալիևը այն օր ինչ էր ասել, 2 օր առաջ իր հոր մահվան տարելիցի օրներ, ասել էր մենք ինչ ուզել վերցրել ենք, մնացածը Հեյդարի որդին Ալիևը շատ կոնկրետ ասել է ձեզ, տանկով չենք գալու ենք այստեղ շատ հանգիստ, ոտքով, քայլելով, այ դրա համար Նիկոլ Փաշինյան, այստեղ մի պինդ գրկել է իր Մակրոնին, թևդ գցել է իր անվտանգությունն է իր պահում, մենք շատ լավ գիտենք ինչ է նշանակում նաև Հայաստանի համար վիզաների ազատականացումը, դա նշանակում է սպիտակ պատերազմ Հայաստանում, դատարկել Հայաստանը, Էդ է նշանակում, Թուրքիայի այդ սահմանի բացումը, դա նշանակում է դատարկել Հայաստանը, Եվրոպայի այդ վիզաների ազատականացումը, դա նշանակում է դատարկել Հայաստանը, Այն 300,000-ն էլ մինչև կգան, դուք Հայաստանը դատարկած կլինեք, այ հիմա խոսում եք, սահմանազատում, բերքաբերցիներին խաբեցիք, Գնացել եք իրանց, ասում եք հենց որ բերքաբերցիները չդժգոհեն, բերքաբերում եք ասում, հենց իրանցիները իրենց հողերը տան, մենք էլ են ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած հողերը կտանք ձեզ, ինչի խաբեցիք այդ մարդկանց, դուք ադրբեջանցիներին հողեր տալու համար, ոսկեպարի, բերքաբերի մարդկանց բաղանիսի, իրար դեմ էիք անել այդ գյուղացիներին, ու ես վախենում եմ, հունիսի 7-ից հետո, Դուք, որ ունեք ոստիկանական այս զորքը, դուք ինչ այրունահեղություն կարող եք անել Հայաստանում, որովհետև ձեր ուժը պարտվելու է, ձեր ուժը գնալու է, բայց դուք չեք կարող խաղաղ գնալ, դուք այրունահեղությամբ կգնաք, դուք դա անելու եք, այսօրվա ձեր խոսույթն է դրա մասին վկայում, այսօրվա ձեր խոսքերն են դրա մասին վկայում, Գլուխները պատին կտան, թե վարչապետ կլինեն, Ես ամաչում եմ, որ իմ երկիրը, այս արդար ժողովրդի քրտինքով շահած, պահած երկիրը, այսօր ղեկավարում է այս խոսույթով մարդը, ով Ալիևի դեմ, Ալիևի բոլոր խոսքերին, բոլոր մեր հանդեպ եղած վիրավորանքներին շնորհակալությամբ է ավարտում իր խոսքը, իսկ մեզ երկիր պահող ու շահող մարդկանց ասում է գլուխները պատին կտան, Նիկոլ Փաշինյան գնալու ես, Երևանը դա է ասում, Սյունիքը դա է ասում, Կոտայքը դա է ասում, Տավուշը դա է ասում, դու գնացել ես Տավուշ դիպուկահարներով, զորքով, զրահով, զենքով, ումից ես վախենում, Դե Տիգրան Ավինյանի եւ այդ խմբին դեռ ես հանդիպելու եմ, մի ամիս իրենք քարոզարշավ են իրականացնելու, վերջապես իրենց տետատետ դուրս կգամ, ես այդ օրը զուտ պատահականության սկզբունքով դուրս էի եկել մի քանի գնումներ կատարելու ու տեսնեմ ինչ Մեկը իր ձկան արկղն է վերցրած փախնում, մեկը մի փոքրիկ այսպես ամանով ելակն է առած փախնում, մեկը այսպես ծառ է, սիթի կողքը, ստվերոտ ծառ է, մարդիկ
Ամեն մեկը մի քիչ խաղողի տերև էր դրել մի ամփոքրիկ ամանով, այսպես դրել վաճառում են։ Ես լավ եմ հասկանում, որ այդ խաղողի տերևը իր այգուց հավաքել բերել էր, որպիսի չգնար շուկա, ասենք 2000 դրամ, 3000 դրամ այդ փոքրիկ ամանին տեղի գումար տար, հավաքել էր, մտածում էր իմ նման գնորդներ կվերցնեն, կտանեն տուն եւ իրենց լավ կլինի եւ գիտեմ, որ մաքուր իր այգուց հավաքած տերև է։ Առած մարդիկ փախնում են, ասում եմ, «Էս ուր եք փախնում»։ Ասում են մարդ է գալիս այստեղ, ասում եմ իսկ ով է այդ մարդը, ուշադիր չէի եղել իրենց քարոզարշավին, եթե ինչ, ասացին Ավինյան Տիգրանը, ասում եմ որտեղ է ինքը, ասում են այս այգում, այգին հարավարևմտյան թաղամասի մի հրաշալի այգի է, մոտ բավականին երկար, եկեղեցիներ կան, աղբյուրներ կան, հանգստի, ամեն ինչ կա, եւ այդ հրաշք այգին որևէ կապ չունի այս գող ու ստախոս իշխանության հետ։ Այդ այգին կառուցել է երջանկահիշատակ Զատիկյանը, ով նաև Արցախի համար է իր մեծ ներդրումն ունեցել։ Հիմա Ավինյան Տիգրան, ես գնացի այդ այգի, որպեսզի մի հարց տամ իրեն նախ։ Ասեմ, այդ որ ասում եք, այս 20 տարվա մեջ այսքան կանաչապատում չի եղել Երևանում, եւ որքան այս վերջին տարիներին ոնց ինքը եղել է քաղաքապետ, Երևանը վխտում է կանաչապատման մեջ։ Ուզեցի գնամ ասեմ, այդ որ եկել եք այս թաղամաս, գնացեք ձեր կանաչապատ այգիներից մեկում, ձեր քարոզարշավը իրականացրեք։ Ինչի եք մտել այս նախկիների, այն կեղտոտ նախկիների այգին, ինչի եք մտել։ Ինչ եք ստեղ քարոզարշավ անում։ Գնացի տեսնեմ, այնտեղից արդեն գնացել են։ Մոտեցա մի տեղ, որտեղ մի երկու հատ այդ բանը զրդփրթեր են դնում, իբր մարզասարքա, երկու հատ ճոճվում են, կոտրվում ընկնում է։ Ասում եմ, բարև ձեզ, հարցնում եմ նախ տրանսպորտի գնից, հետո հարցնում եմ կանաչապատումից, այն ինչքան որ տեսա ձայնագրվել էր, երևի դա այդ մոտ մի 30 րոպե փորձել եմ պահել իրեն, որքան էլ որ փախնում էր, հետևից գնում էի, որքան փախնում էր, հետևից որևէ հարցի պատասխան չուներ։ Ինձ տեսեք ինչ է ասում։ Ասում է ես տրանսպորտի գինը թանկացրել եմ, այ որ դուք կզած չգնաք։ Ես ասում եմ, ես չեմ կզել որևէ անգամ, ասում եմ, ես կզել եմ, այդ չի ձայնագրվել, իրեն հարցնում եմ, ասում եմ, Տարոն Մարգարյանի բերած այն ավտոբուսները նստեիք, չկզեիք, գազել խեիք նստում, որ կզեիք, կամ այդ որ դուք կզելու փող եք ունեցել, միջև իշխանափոխություն, բա հիմա այդ կես միլիոնանոց դղյակը մամայիդ որտեղից, պապայիդ որտեղից Սևանեն $600,000 դղյակը, քեզ որտեղից այդքան ունեցվածքը, բա որ դու գազելուն կզող տղա ես եղել, այդ որտեղից քեզ այդքանը։ Ինձ ասում է, ես կզել եմ, նստեիր Տարոն Մարգարյանի ավտոբուսը չկզեիր, ինչ ասեմ քեզ։ Ես իրեն հրավիրում էի, այո, ներքևի շենքերի պատվալը։ Թող մտներ, տղա ես, նորից եմ ասում Տիգրան Ավինյան, արի մտե այդ պատվալներից մեկը։ $1 միլիոն ասում է փող ենք ծախսել, խաղահրապարակ ենք սարքել են Երևանի կենտրոնում։ Ռուսաստանի նման քաղաքում այսօր ինձ գրել էին, ասում են այտենց խաղահրապարակ $75,000 է կառուցվել։ Այդ $1 միլիոն որտե՞, այդ ինչ եք արել դուք։ Այդ թռնելու տեղ երեխեքի ոսկեզոծ է, այդ ինչ է, որ դուք $1 միլիոն եք ծախսել։ Կես ժամ խոսելուց հետո փախավ ինձանից։ Փախավ, հայտնվեց մի մարդու բնակարանի շենքի տակ, ով ասաց ձեր խաղաղությունը վերցրեք ու ստեղից սա եղեք։ Ու այդպես իրեն գնացին այդ թաղամասից։ Ու ստացվեց, որ հարավարևմտյան թաղամասը Տիգրան Ավինյան ձեր խունտային մերժեց։ Երբ որ ես խոսում եի, դա չկա տեսանյութում, հավաքվեցին կանայք եւ ասացին, որ ես ճիշտ եմ ասում, ուղղակի դուք չէիք թողել, որ իրենք խոսեին։ Ովքեր խոսելու բան ունեն, ժողովուրդ ջան, հիմա դրսում են, գնացեք ձեր բոլոր հարցերը տվեք իրանց, այդ բրոշն առել ընկել են, մի հատ նվիրեմ, մի հատ քեզ տա, մի հատ նվիրեմ, չէ, որտեղ որ այդ բրոշի մեջ, որտեղ ադրբեջանցիները նստած են, յուրաքանչյուր արժանապատիվ հայ չպիտի կրի այդ բրոշը, նա ով կրում է իր դոշին այդ բրոշը, կրծքին հիշեք, այդ բրոշի վրա այսօր նստած է թուրք ասկյարը, ադրբեջանցի ասկյարը, որ սպանել է մեր տղերքին, չկրեք այդ բրոշը, արժանապատվություն ունեցեք, շպրտեք իրենց,
Սիրելի ժողովուրդ, ես հիմա ավարտեմ մեկ խոսք։ Ես ներողություն եմ խնդրում բարձր տոնիս համար, նյարդայնացած ենք բոլորս, որովհետև 5 օր է արդեն սկսել է այս մեյմունությունը, որևէ մեկս այլևս իրեն չի կարողանում տիրապետել։ Ձեզ ասել եմ, շարունակելու եմ խնդրել, որպես ձեր դուստր, ձեր քույր, շարունակելու եմ խնդրել, գնացեք բոլորդ ընտրության, առանց վարանելու գնացեք եւ ասել եմ, այդ քվյաթերթիկների մեջ աղբ կա, այդ աղբը իրենք աղբաման դրել են ներքևում, հոգացել են այդ մասին, նետեք այդ աղբամանի մեջ, կհանդիպենք, շնորհակալություն։